Նորմալ ապրում էինք, ոնց չէր դավաճանում ինձ, ես точно գիտեմ։ Կամ էլ դավաճանում էր, դուք չէիք իմանում, այդ ոչինչ։ Չէ, այդ կողմից հանգիստ էի, մենք իրար չէինք դավաճանում, լավ տղա էր։ Որ լավ տղա էր, ինչով էր լավ տղաները ինչպիսին են լինում։ Մեղմեր, շատ նվերներ էր առնում, տունը լավ էր պահում։ Կարդացած, զարգացած տղա էր, հետաքրքիր էր, ինքը այնպես հասարակ տղա չէր։ Ինչպես է։ Զալատոյ մեդալյու ակոնչը։ Լիքը գրքեր էր, միշտ գալիս էր գրքով։ Սիրում էր կարդալ։ Թիֆլիսում հանդիպեցիք ձեր ամուսնուն, ոնց ծանոթացաք։ Չէ, ես գալիս էի քրոջս մոտ Երևան, դե նրանց հարևաններ այնտեղ ծանոթացանք։ Պատմեք ձեր սիրո պատմությունը։ Կարճ մի պատմեք, տեղին պատմեք։ Ինչ սիրո։ Жизнь как жизнь։ Это մանրամասը։ Ես դեռ սովորում էի Тифлисом политехнический. Բայց ասենք, чтоб свободный диплом был, մենք ամուսնացանք, բաժանվեցինք, ինքը գնաց Խարկով, ես դեռ սովորեցի մի կես տարի, նոր գնացի։ Քանի տարի միասին ապրեցիք։ 59 կարող է, մի քիչ պակաս 60-ից։ 60 տարի երջանիկ եք ապրել, խաղաղ եք ապրել, համերաշխ։ Լավ եք ապրել, նորմալ։ 9 տարի պարկեց ես կողքն էի նայում էի։ Նոր տարուն մահացավ 17-18 թվին լավամասին էր, պատպալկովնիկ բատստավքի։ Փոխգնդապետի հետ ապրելը դժվար չէր, զինվորականի հետ կյանքը դժվար է։ Չէ, մի տեղ էինք ապրում, երկար Խարկովում։ Ինքը այնտեղ ակադեմիայում էր աշխատում, вычислительный центр։ Ձեր աշխատանքի մասին պատմեք։ Վերջացրել եմ լողկոյ промышленности, այնտեղ աշխատում էի Խարկովում կոնստրուկտորом, դե որտեղ հանդիպեց։ Կոմունալնի կվարտիրը երկար ապրեցինք 12 տարի, հետո նոր ստացանք, Բաղրամյանը տվել։ Տվեց։ Քույրս Բաղրամյանի հետ ծանոթ էր։ Որ Բաղրամյանի։ Մարշալ Բաղրամյանը։ Դե խնդրեց ասեց քույրս այնտեղ շատ է չարչարվում են այնտեղ ապրում են կոմունալկայի մեջ Բաղրամյանը օգնեց զանգեց միանգամից մեզ տվեցին։ Այս բնակարանը։ Չէ, Խարկովում, այնտեղ էինք դեռ ապրում։ Ժամանակ չկար։ Работа, дом, այնտեղ հերթեր միշտ այնպես որ գալիս էի Երևան այն ժամանակ այստեղ հերթ չկար։ Խարկովում ամբողջ կյանքս հերթ եմ կանգնել։ Ինչի հերթ։ Աշխատանքի դեղ մի բան կարտոշկա, ձու յաբան, այսօր ձու արա, այսօր այսքան կան։ Ամեն ինչին հերթ էր։ Հա, դժվար էր այդ կողմից կյանքը։ Իսկ հիմա հեշտ է ամեն ինչ կա խանութներում։ Հա, հիմա հանգիստ մենակ եմ։ Հիմա լիքնա։ Իսկ այնտեղ չէ, գալիս էի Երևանում, այս դեռ այստեղ նորմալ էր այդ кողմից, այնտեղ շատ դժվար էր։ Շատ հрьяաներ էին, ուկրաինացիներ էին, а почему вы едете в Ереван? Что, Харьков плохой город? Ասում եմ, это хороший город, но это наша родина։ Զարմացել էին, что мы едем в Երևան։ Տունը ծախեցիք, այնտեղ Խարկովում եք այստեղ։ Փոխեցինք, այստեղից ռուս ընտանիք էր, էլի военный офицер էր։ Այն ժամանակ ոնց էին տունը ծախում, փոխում, ինչ եղանակով։ Քույրերս այստեղ էին, նրանք էլ էին փնտրում մեծ համար, այնտեղ էլ հետո ես այնտեղ գնացի գտա ես, սրանց գտա։ 24 տարի այնտեղ ապրեցինք Խարկով, հետո դուրս եկավ отставка, եկանք Հայաստան։ Այստեղ արդեն 40 տարի այստեղ ենք, ավել, 84 թվից։ Որ համեմատեք կյանքը այն ժամանակ, 70-ականներին, 80-ականներին ու հիմա, որն է ավելի լավ եւ որ առումով։ Մի կողմից են, մի կողմից այնտեղ ընտանիք կար, երեխեքս կողքն էին։
Այնտեղ ավելի հետաքրքիր էր, հիմա ինչ։ Հիմա մենակ եմ։ Это неинтересно։ Տիկին Սիլվա, երեխաների դաստիարակության մեջ ինչ մեթոդ եք կիրառել։ Խիստ մամա եք եղել։ Չէ։ Պատմեք երեխաների մասին, իրենց մանկության մասին պատմեք։ Երկուսն էլ նորմալ լավ սովորում էին, հանգիստ երեխեք էին։ Խելոք տղաներ էին, միշտ գովել են։ Մեծ տղաս գնաց Լենինգրադ սովորելու, դպրոցից հետո գնաց այնտեղ էլի военное училище, подполковник в отставке, Եկատերինբուրգում։ Նա էլ աշխատում, դեռ աշխատում է, 64 տարեկան է, 55 էլ Տիգրանն է, իսկ փոքրը իր պիանինոն շատ է սիրում, հա։ Շվեյցարիայում աշխատում։ Շվեյցարիայում Ժնևում աշխատում է օրգան и պիանինո, հա, դաս է տալիս, դե այնտեղ էստեղ ասում է 9 տեղ աշխատում եմ, այնտեղ, ինչու այդպես, դե այնտեղ կյանքը մի քիչ ուրիշ է։ Տիկին Սիլվիկ, դուք Տիգրանի կարոտը այս նկարով եք առնում։ Չէ, ինչի կոմպյուտերով եմ տեսնում եմ, միշտ տեսնում եմ։ Տղայիս խլեց, ինչի պետք է ուրախանամ Ժնևան, եկել գնացել եմ Ժնևա, ապրեց այնտեղ մի քանի ամիս։ Հետաքրքիր էր, առաջի անգամ ու վերջի անգամ։ Տիկին Սիլվիկ, կարոտում եք տղաներին ձեր Դե զավակներին։ մենակ եմ, ամբողջ օր մենակ եմ, հեռու են, ինչ սուտ թվականներին փախան, ես էլ մենք մնացինք։ Ավելի շատ որ տղայի հետ եք կապված, մեծի թե փոքրի։ Պոլիտիկայով փոքրի, մեծս Պուտինից։ Տունը կռիվ է ընկեր։ Ռուսացել է, այս փոքրը չէ, հայ, Տիգրանը շատ էլ իր արմյանսկի պասպորտը չի փոխում է, քանի տարի այնտեղ 30 տարի ասում է, нет, я армянин, мне швейцарский не нужен։ Իսկ թորները երաժշտության գծով գնացել են։ Չէ, ոչ մեկը, ոչ մեկը։ Թորներից պատմեք, քանի թոր ունեք։ 3, բայց երրորդ թորնիկը մեզանից հրաժարվել է Ժնևայի։ Ես չեմ ուզում հայ լինեմ, это не моё, музыка не моё, вот так она себя ведет։ Քանի տարեկան է։ Ինքը 17 տարով։ Նրան չեմ տեսել, ես մենակ նկարն եմ տեսել Ժնևայում։ Դե մեծանա կարող է մի քիչ խելքի գա, չգիտեմ։ Տիկին Սիլվա, Տիգրանը ձեր երաժիշտ դառնալու երազանքը կատարեց։ Հա, ինքը այդ երաժիշտը իր համար շատ մեծ նշանակություն ունի, ինքը իսկական երաժիշտ է, ես նվագում եմ պրոստ։ Կուզեիք աղջիկ ունեցած լինեիք, աղջիկ ունենայիք։ Հա, աղջիկ ունենայի, հիմա կողքս կլիներ կարող։